Успех построен на любви. Лебо Голд. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Он черный, он горячий, он настоящий, он любимый. Любимый Лебо, мой кофе. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, մենք այս պահին գտնվում ենք մոդել դերասան Էդվին Հակոբյանի տան դրան առջև, բայց մեզ սպասում է մի ողջ թիմ, քանի որ մեզ համար սիրով համաձայնել են պատրաստել Արարատ 73 ֆիլմի դերակատարները։ Տեսնենք, թե ինչ է սպասվում մեզ ներսում։ Բարև ձեզ Էդվին։ Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, կարծած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Համեցեք, շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Աղմուկ է ձեր տանը։ Մեր տանը աղմուկ է, քանի որ ֆուտբոլիստների եւ դերասաններ են այստեղ հավաքվել։ Տղեկ, давай, պատրաստ։ Ընտիր, շնորհակալություն տղաներ, հրաշալի ընդունելության համար։ Բարև ձեզ, ինչպես եք, ինչպես է տրամադրությունը։ Տեսնում եք, այս փոքր տան մեջ այսքանով մեկը խոսած եք։ Շնորհակալություն Հայկ, շատ ճիշտ դիտողության եւ դիտարկման համար։ Դե պատմեք, սկսենք հերթով։ Բլոգեր, ֆրիստայլ Հայկ, ֆուտբոլիստ Հայտնի Մանոյանը, Սերմով Սիսյան, դերասան, պրոդյուսեր, տնօրեն, հնարավոր ամեն ինչը, Արծրուն Չոբանյան, դերասան, Սաշ Սուքյասյան, դերասան եւ Էդվինը, ով տարատեսակ գործունեություններ է ծավալում եւ որպես դերասան եւ որպես մոդել, բայց բոլորդ համախմբված եք այսօր այստեղ։ Ինչն է ձեզ հավաքել նույն հարկի ներքո, խնդրում եմ նշեք։ Սոված Էդվինենց տուն ենք եկել, տեսնենք ինչ ենք անում։ Հա, բայց ինչ ենք այս բոլորը ստեղ, որովհետև մենք Արարատ 73-ի դերասանական կազմում ենք։ Մենք ենք, էլի։ Սաշ, դուք այդտեղ գործողություն պետք է անեք, խոսում է Արծրունը, այո։ Միշտ պահի։ Հա, ճիշտ ես ասում։ Ինչ ասենք, մենք հավաքվել ենք այստեղ, որովհետև մենք նկարահանվել ենք մի ֆիլմում, այո, որը կոչվում է Արարատ 73։ Եվ այդ անձնակազմով, քանի որ շատ հարազատ մարդիկ ենք դարձել, որոշել ենք անք Էդվինի այսօր Որոշել ենք անկեսօր ապրենք բոլորս, ապրելուց բացի նաև պետքա ուտենք մի բան։ Այսպես։ Վերջերս տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, ես շնորհավորում եմ ձեզ եւ բոլորին, ովքեր մասնակիցն են այդ ֆիլմի ստեղծմանը, կպատմեք ինչպիսին էր արձագանքը հանդիսատեսի եւ ամենակարևորը դուք ինչպես եք գնահատում այդ ֆիլմը։ Արձագանքը կարծում եմ շատ լավ է, որովհետեւ 3 եւ 3 չառաջի օրը բոլոր կինոթատրոնները sold out էր։ Դա մի բան է վկայում, որ ֆիլմը հասել է տեղ եւ հանդիսատեսը շատ հավանել ու սիրել է ֆիլմը, դա արդեն լավ է։ Մենք նույն կարծիքին ենք, որ ֆիլմը շատ լավ ֆիլմ է, որովհետև պատիվ ենք ունեցել խաղալ եւ կերտել լեգենդների կերպարներ, ամեն մեկս յուրովի։ Շատ լավ ընթացք է ունեցել, այս ընկերությունը ձևավորվել է այդտեղ, իհարկե ֆիլմից առաջ էլ մի քանի ակով մենք ընկերություն էինք անում, բայց ֆիլմից հետո շատ լավ ընկերներ ձեռք բերեցինք Հանձինս Էդվինի, Դավիթի, Հայկի եւ մնացածի ովքեր այստեղ չեն, մի խոսքով ամեն շատ լավ է անցել։ Շնորհակալություն, կներկայանաք ով ում կերպարն է կերտել ընկերներ։ Ես կերտել եմ Աշխ Պաշտպանի, Սանասար Գևորգյանի կերպարը,
Դավիթը կերտել է։ Զարին ես։ Ես Ալեքսանդր Կավալենկոն եմ, պաշտպան, սրտակեր, ավելի չէ սրտակեր պաշտպան։ Արծունը պարզ է, իհարկե Անդրեսյանն է եղել։ Բա Սերոնովա, պարզ է։ Ես Նորայր Մեսրոպյանի կերպարն եմ կերտել, շնորհակալություն։ Ես պարզ է։ Բարձր ձեր արծուն։ Ես Լևոն Իշտոյանի կերպարն եմ կերտել։ Ես Ալյոշա Աբրամյանի կերպարն եմ կերտել։ Ուզում ես Սանդա Սերգեյովի։ Լրիվ այլ բան է խաղալ կերպարներ, որոնք մարդկանց հայտնի չեն, եւ լրիվ այլ բան է խաղալ մարդկանց, ովքեր որ ապրել են մեզ հետ ապրում են մինչև այսօր։ Հանդիպել եք արդյոք այն մարդկանց, ում կերպարները կերտում եք, իհարկե հնարավորության դեպքում, նրանցից որևէ խորհուրդ ստացել եք, թե ոչ։ Իրականում ֆուտբոլիստներ կան, տղաներից մարդիկ կան, ովքեր որ հանդիպել են եւ հնարավորություն են ունեցել թեկուզ հեռախոսազանգի միջոցով որոշ մանրամասներ բարձել, որպեսզի կարողանան ավելի լավ կերտել իրենց դերը եւ ավելի նման լինեն հենց նույն ֆուտբոլիստներին։ Իմ դեպքում ցավոք չի ստացվել, քանի որ Ալյոշա Աբրամյանը ողջ չէ, բայց ես շատ եմ հետևել իր խաղերին, փորձել եմ հետևել ինչ-որ տեսանյութներ գտնել, որպեսզի գոնե դաշտում կարողանամ նման լինել իրեն, չգիտեմ, շարժու ձևով կամ ամեն ինչով փորձեմ նմանվել իրեն։ Տղաներ, կարծում եմ մենակ Սերանն ու Սաշն են կարողացել իրենց կերպած դերերի մարդկանց հետ իրական մարդկանց հետ այդ լեգենդների հետ շփվեն, խոսեն, մնացածի կերպարները բոլորը ցավոք սրտի մեզ հետ չեն։ Ես Կովալենկոն հանդիպել եմ շատ փոքր տարիքում, Նիկոլայ Ղազարյանի 50-ամյակին նվիրված միջոցառում կար։ Այո, նկարը ստեղ կարաք դնեք, այդ նկար ունեմ իր հետ։ Տենց, բայց ցավոք սրտի մնացածը ողջ չեմ։ Այդ նկարի պատմությունը շատ յուրահատուկ է, էլի Դավիթը մինչև այդ չգիտեինք էլ սկզբից որ անում էին կաստինգը, մենակ ֆուտբոլային մասն էր, էլի չգիտեին էլ ով ում է ֆուտբոլային ռեժիսորն է։ Կերպարները հաստատ չգիտեին ով ում է լինելու, հետո երբ որ արդեն հստակ էր որ Կավալենկոն է լինելու, գնաց է գտել էր իր հին արխիվների մեջ նկարները։ Բայց ես չէի գտել, պապասա գտել, ես չէի հիշում, հա։ Ասել է պապան գտել է նկարը, փոխանցել նրան եւ այդ նկարի պատմությունը ամեն անգամ Դավիթը բոլորիս ամեն օր պատմում էր, որ բա նկարը չես տեսել, սաղս տեսել ենք այդ նկարները։ Ամեն անգամ հեռախոսը ամեն սյոնքին հեռախոս։ Դու չգիտես, դու չես տեսել իմ նկարը Կավալենկոյի։ Մի անգամ էլ այսօր ցույց տան նկարը, տպավորություն որ առաջի անգամ ենք տեսել։ Միանշանակ այո, հենց այդ։ Նա դա դավա ասի որ կա։ Ուրեմն 98 թիվն էր։ Հաջորդ հարցս Սերոյին եւ Սաշին է ուղղված։ Ամենակարևոր խորհուրդը, որը տրվեց ձեզ ձեր կերտած կերպարների կողմից, ո՞րն էր։ Սաշ ջան։ Իհարկե լսում եմ, ասա Սեյրան ջան։ Ուրեմն նկարանումներից մեկի ժամանակ եկան արդեն լեգենդները Նորայր Մեսրոպյանը, Մարկարովը, Պողոսովը եւ Նիկոլայ Ղազարյանը։ Հրազդան ստադիոնում։ Հրազդան ստադիոն եկան եւ մի փոքրիկ զրույց ունեցա։ Նիկոլայ Ղազարյանը ողջ չի։ Ուրեմն նկարանումներից մեկի ժամանակ լեգենդները եկան եւ այդ լեգենդների մեջ էր նաեւ Նորայր Մեսրոպյանը։ Մի երկու բան եմ խոսել իր հետ, հարցրեցի ոնց հանցել եւ այլն պատմեց եւ հենց այդ օրը մենք նկարահանում էինք այդ 11 մետրանոցի պահը, երբ որ Նորայր Մեսրոպյանի պատճառով եղել է 11 մետրանոց, ասես նայեց լուրջ ասեց կարայի կետի չնկարել։ Նկարելու բան եք գտել, բայց շատ մանրամասն խոսեց, պատմեց այն ժամանակվա իրենց զգացողությունների մասին, ինչ են զգացել, ինչքան լարված են եղել եւ այլն, բայց իմ կարծիքով ինչքան էլ իրենք դա ասեն, մեկը մենք դա չենք հասկանա եւ իհարկե որպես դերասան կփորձենք անել մեր մաքսիմալը, բայց վստահաբար նույնիսկ չեն կարող հասնել այն ինչին իրենք զգացել են այդ բանը, որովհետև ես պատկերացնում եմ, ես կողքից էի նայում, որ տղերքը, տղերքը եկել էին այդտեղ ու ինչ են իրենք զգում հիմա, որ կանգնում են Հրազդան մարզադաշտում։ Այսինքն մի քանի տարի առաջ
ամբողջ Հայաստանի եւ ամբողջ սովետական միության ժամանակ իրանք լեգենդներ են եղել, հա, եւ հենց այդ դաշտում հաղթել են։ Երևի չգիտեմ, վերջին անգամ իրանք երբ էին եկել այդ դաշտ։ Կարող 10 տարի առաջ խաղեր են հաղթել, բայց եզրափակիչը դեռ չէ։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Եզրափակչի մասին չեմ ասում, որ իրենք ոնց որ այդտեղ իրենց տունն է եղել ու հիմա 10 տարի հետո արդեն մեծ տարիքում եկել են ու հիմա նայում են թե երիտասարդ սերունդը շատ մինիմում 10 որ իրանք 10 տարի հաստատ չեն եղել հրազդան մարզադաշտում։ անգամ ինչ-որ տեղով գնացել։ Վերջի անգամ 10 տարի առաջ ես եմ եղել։ Հրազդան ստադիոնի վերջի խաղը։ Ասացից միտքը։ Ես խաղում եմ դու նայում ես։ Իրապե տղաներ։ Ասացից միտքը կայանում է նրանում, որ իրանց տունն է եղել ու իրանք եկան, ես կողքից նայում էի, մեկ-մեկ այդ երբ որ իրենք առանձնանում էին, sense լուրջ sense նայում էին տրիբունային, sense իմ կարծիքով իրանք sense հետ էին գնում ու հասկանում էին ինչ են արել իրենք։ Հիշում ես այդ որ դրվագը պատմել, ասում ես թեթև կպա, ինքը ընկավ։ Հա, ասես թեթև կպա կամ սկսեց դերասանություն անել։ Շնորհակալություն տղաներ, մի շարք այլ կարևոր թեմաների մասին այսօր դեռ կհասցնենք խոսել, բայց խոսենք այսօրվա մասին։ 8 առողջ տղամարդ քաղցած են, ինչ եք պատրաստելու մեզ համար, թիմային ինչ աշխատանք են սպասվում։ Իմբիրով թեյ է, իմբիրով թեյ հաստատ։ Պոպոքը Իմունիտետը բարձրացնող որևէ բան պետք չի, ուղղակի։ Կարծում եմ վերջնական որոշում կայացնելու համար մեզ դեռ մի քանի րոպե հարկավոր է, քանի որ մենք 4 օր չենք կարող հասկանալ։ Դրեք ուրեմն հաց պանիր։ Արծրունը հիմա կասի, որովհետև արծրունն է պատրաստելու։ Ես կպահեմ արծրունին։ Պահեք արծրունը արիշտակ սարքենք։ Վերջ։ Լավաշտան որ ուրիշ ինչ եք ուզում եք։ Դա մաքսիմում 8 րոպե, բա մնացած 22 րոպեն։ 22 րոպեն Սաշիկ խոսա։ Կամ Նախցան կողքից կսարքենք։ Մենք մանոյը շատ լավ է սարքում, համով է սարքում։ Լավ ընկերներ, ձեզ տանք ժամանակ մինչ վերջնական կկողմնորոշվեք։ Եկեք մի հատ էլ եկեք, ոնց որ չեղավ էս։ Ոնց որ լավ չէր ասում, էլի։ Եկեք վերնիշել են։ Վերնիշել։ Ժարի տով չէ։ Ոչ մենակ արիշտան անգել մարդիկ եկել են յուր են եկել, ախպեր։ Շնորհակալություն։ Շատ ճիշտ է ամեն ինչ։ Կպատասխանի արծրունը։ Մենք դեռ չենք։ Լավ, կողմնորոշվեք տղեր։ Խնդիր չկա։ Ինձ թվում է վերջում պարզ կլինի ինչ կսարքենք, երբ որ Եկեք այսօր չասենք ինչ կսարքենք։ Հա, էլի, եկեք այսօր չասենք ինչ կսարքենք։ Գնացինք տղեր, ուրեմն գնում ենք խանութ, վերցնում ենք ձու։ Շատ լավ էր, ապրեք։ Ընտիր։ Սուտ, մտքի մեջ ինչ ասում այլ է, սուտ չեք կարողանում, էլի, թիմային մի հատ աշխատանք ինչ չեք կարողանում։ Դիլնի է սրանք պրոյեկտներս, հա։ Խոսում ենք այնտեղ։ Հա, հիմա էլ էս ընթացքում էլ։ Հա, լավ։ Լավ, ինչ ենք սարքելու բեք։ Դե դա եկեք մի սա սարքենք, ես արիշտան որը։ բարդ է դա։ Արիշտան սենց երկար։ Երոմա վсё։ Այդ ի՞նչ է, բա լուրջ չեմ հիշում։ Անունը գիտեմ։ Անունը, լավ, իմացա։ Այն լապշոն է, էլի։ միս կառնենք մի քիչ։ Հասկացա։ Աշտեղ դե չէ, եկեք սենց միս տշտշցնենք, սենց բաներ անենք։ Տղաներ, ժամանակն է խանութ գնալու, Սեյրանը չեկավ մեզ հետ, որովհետև այս ընթացքում նա տոմսեր է վաճառում, ներելի է։ Հիմա ովքեր են գնում, ում հետ են գնում խանութ։ Խանութ բոլորս կգանք կարծում եմ, թե մեքենաները ձեզ հետ կգանք։ Ահա։ Մենք էլ Ես Էդվին Արծրունն էլ առանձին մեքենայով Բայց բոլորս ուղևորվում ենք նույն խանութ, նույն ուտեստների համար գնումներ կատարելու, չէ՞, ոչ թե տարբեր խանութներ, տարբեր գնումների։ Ես էլ խոսանք ճիշտ տեղ ենք որոշել։ Իսկ որոշել ենք որ խանութ ենք գնում։ Այո, որոշել ենք, թե որ խանութ են գնում, Դե իրար հետևից եկեք գնանք։ Իրար հետ գնանք։ Շատ անկազմակերպ թիմը։ Դու Արարատ 7-3-ն են եղել իրար, շատ անկազմակերպ թիմը։ Գնանք տղաներ, դե ով ում հետ է գնում, դուք այս կողմ, մենք այն կողմ, շնորհակալություն։ Մեր հաջորդ հանդիպումը լինելու է խանութի դիմաց տղաներ։ Հուսամ արդեն կկողմնորոշվեք ինչ է պետք գնել։ Ինչ եք պատրաստելու, չէ՞։ Դավիթ, կարծես թե ձեր գործունեությունը կամաց տեղափոխվում է ավելի շատ մեդիա ոլորտ եւ սպորտային կարիերան մնում է մի փոքր ավելի ստվերում։ Եթե իհարկե սխալվում եմ, խնդրում եմ ուղղեք ինձ։ Եթե ճիշտ է, խոսենք այդ ամենի մասին։ Որտեղ եք ձեզ ավելի հարմարավետ զգում։ Իհարկե դաշտում։ Հաստատ այդ իմ կյանքի ամենակարևոր մասն է, այս պայծրությամբ ուղղակի վնասվածքի պատճառով այդ մեդիա դաշտը ավելի շատ այրվում ու տենց ոչ թե
իմ ցանկությամբ այստեղից աճ պետք է անենք, այլ քանի որ տենց հանգամանքները այսպես են դասավորվել, բայց կա նաև դրական է այս ամեն ինչում, եթե չունենայի խնդիր առողջական, ես կլինեի հիմա պրոֆեսիոնալ թիմում, կխաղայի ու չէի կարողանա մասնակցել այս ֆիլմում, այնց որ տենց այս բացը շատ լավ սենց սիրուն դասավորվում լրանումա սենց լավ պրոյեկտներով, չէի ճանաչի Սաշին ու մնացած տղեկին, հենց որ տենց բախտի մի հատ տենց կմաճույք էր, որ ես կարողացա այս պրոյեկտին մասնակցեմ։ Հաղորդման այս հատվածում մենք մեր հյուրերին մշտապես տալիս ենք այս հարցը, դուք նույնպես բացառություն չեք։ Ստեղից աճ։ Ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Մի բան։ Այո, շատ բաներ կան։ Թե շոշափելի, թե ոչ շոշափելի։ Շատ բարդ հարց է։ Արի դու մի բան ասա, ես հասկանամ, հաստատ շատ են բաները, որ կփոխենք, գոնե մեկն էլ ես ասեմ։ Քանի որ ես ունեմ Հայկի հետ մի հատ պրոյեկտ, որ փորձում ենք այդ կյանքը դեպի լավը տանենք երիտասարդների միջոցով, կասեմ, որ ես շատ կուզեի, որ դպրոցներում ավելի շատ ուշադրություն դարձնեն երեխաների դաստիարակության, իրանց բնավորության, ճաշակի ու մնացած բաների մեջ շատ թող թատրոն գնան, շատ է դա օգնում։ Կրթությունը մի խոսքով։ Հաստատ ամեն ինչ սկսվում է կրթությունից, տանից, դպրոցից, բակից եւ դրա համար կուզեի, որ ոչ թե ինձ թվում է կա ինչ-որ չափով, բայց կնեի շատ ավելի մեծ տեղ հատկացվեր դրան։ Սաշ Դե ինչ վերաբերում է խաղաղությանը, չասեմ, իմ կարծիքով դա բոլորիս առանց դրա բաղձալի երազանքն է, որ դու չապրես լարվածության մեջ, այլ ապրես հանգիստ իմանալով, որ իրոք խաղաղ ես, ու ոչ թե մտածես լավ, բա հիմա վաղը ինչ ալնելու, այլ մտածես առավոտ զարթնեմ, ինչ եմ ուտելու, ոչ թե մտածես առավոտ զարթնեմ, կարող է զանգեն ասեն մի բան եղել է։ Բայց փոսերը վերանան։ Ամենակարևոր բաներից մեկը, որ իմ կարծիքով պակասում է ներկա պահին Հայաստանում, իմ կարծիքով այնա, որ մենք մեկս մեկին չենք սիրում, ավելի ատելությամբ ենք լցված, չգիտեմ։ Այն պարագան, որ երևի եղած չեղած 2.5 միլիոն մարդ ենք, երևի թե պարտավոր ենք մենք մեկս մեկից պահելու, էլի, շատ քիչ ենք այս մեծ մոլորակում գոյատևելու համար։ Իմ կարծիքով պետքա այն են տղերքը, այստեղից համախմբվածություն լինի այս ազգում։ Մենք համախմբված կերպով հասանք արդեն խանութին, շնորհակալություն տղաներ հետաքրքիր զրույցի համար, կհանդիպենք խանութի դիմաց։ Խանութում ենք վերջապես, Հուսամ կողմնորոշվել եք ինչ է պետք գնել, խնդրեմ, առաջացեք ով ինչ է գնելու, ասեք եւ շարժվենք առաջ։ Արիշտայի թաշակոստը դուք վերցրեք։ Մենք գնանք կարտոֆիլի հետևից, Մենք գնանք մսի հետևից։ Արի գնանք մսի հետևից։ Մենք ում հետ գանք։ Սաշի Չէ, եկեք գնանք Արիշտայի հետ։ Արիշտայի հետևից գնացեք, մինչև մնացածը գնանք։ Սենց չէ պետք։ Այո, այնտեղ մենակ Արիշտան է որոշված։ Այո։ Բայց մի հատ Իսկ մեզ Արծրում, բայց լինելով Լոռու մարզի կարկառուն ներկայացուցիչներից, ես կարծում եմ, որ դուք պետք է մերժեիք խանութի Արիշտան եւ ասեիք, որ տնական պետք է լինի։ Խանութներում բոլորը տնական Արիշտաներ են։ Ապշած եմ։ Արիշտան էսա բանը։ Իսկ ով էր մսի գծով պատասխանատուն։ Կարծում եմ Մանոյանը, չէ։ Մանոյանը, այո, Մանոյանը։ Ես կխնդրեմ, որ մենք Մանոյանի հետ գնանք, հասկանանք ինչպես է բուրգերա պատրաստելու է։ Հասկանանք ինչպես է միսը ընտրելու, ինչ միս է ընտրելու։ Եվ հուսամ ինչ որ պայից սկսած նա նաև կլսի մեզ։ Արի գնանք միս վերցնենք։ Հա, բայց քանի հատ վերցնենք։ 4 հատ 5 հատ։ Միշտ այսպես համախմբված եւ հստակ է եղել ամեն բան։ Ներքեր որ Այգը զգացում է, չէ՞ որ սուպերմարկետ չի գնում, ծովներ տան համար էլ գնումներ կատարելի, զանգվում ենք բոլորով պարտադիր միասին ենք դուրս գալիս։ Շատ համախմբված թեմաներ չէ իհարկե։ Բացարձակ։ Սաշ մի հատ գազարը կվերցնես։ Պարոն Մանոյան, ես առաջարկում եմ մենք միասին գնանք մսի բաժին, հասկանանք դուք ինչպես եք կողմնորոշվելու, ինչ միս է անհրաժեշտ բուրգերի համար։ 200-300 գրամ բան էլի, աղացած տավարի միս, հա։ Այդ քանից ոնց է երիկելը։ Ախպեր, այդքանը պետք չէ, այդքանը պետք է լցնենք Արիշտայի վրա։ Արիշտայի համար, հասկացա։ Բուրգերից համար, Բուրգերից համար կիլո կես։ Գնացինք։ Տավարի բուրգեր ենք պատրաստելու թե հավի։ Տավարի։ Այո։ Շատ լավ։ Սա ձեր առաջին փորձն է, թե էլի փորձառություն։ Բուրգերի, այո։
Չլսեցի ներողություն։ Բուրգերի, այո։ Բուրգերի, այո։ Պրեմիերա մեր եթերում։ Այո։ Մի քանի օր առաջ էլ պրեմիերա բոլոր կինոթատրոններում։ Էլ կարտոֆիլով բուրգեր էլ, տենց բան լսել եք։ Գնացինք, փորձենք գտնել մսի բաժինը։ Կարծում եմ ինձ կհաջողվի եւ այո, ես արդեն տեսա մսի բաժինը, խնդրեմ Դավիթ։ Էսա։ Ընտնենք։ Տավարի միս է անհրաժեշտ։ Տավարի աղացած միս, այո։ Այո, նաեւ չմոռանանք, որ արծրունը նույնպես խնդրել էր գնել։ Հեսա արծունի արիշտայի համար էլ վերցնենք առանձին։ Բարև ձեզ, կարելի է կիլոյու, չէ, 2 կիլո էլի աղացած միս։ Շատ չէ, 2 կիլո։ Արիշտան 300 գրամ ուզեց արծունը, մենք էլ 8-9 հոգի ենք։ Լավ։ Վերջ, ուրիշ բան անհրաժեշտ չէ։ Մսից չէ, հեսա կգնանք կարտոֆիլի հետևից։ Իսկ ձեզ անձամբ ինչ է անհրաժեշտ։ Մեզ առողջություն պատրաստելու համար։ Պատրաստելու համար ընթացքում հեսա հասկանամ, ձեթա պետք հաստատ։ Մենք արդեն ձեզ հանձնել ենք մեր գործընկերների կողմից տրամադրված ձեթերը հաստատ։ Պանիր պետք է վերցնենք հոլանդական։ Ես առաջարկում եմ, որպեսզի տղաներն էլ ունենան կողմնորոշվելու հնարավորություն եւ դուք նույնպես։ Մեզ հավքիթ մենք գնանք եւ դրամարկղում սպասենք ձեզ։ Այո։ Հավքիթը այնտեղ պետք է լինի։ Չէ։ Հեսա։ Հավքիթը։ Հեսա։ Մի խառնվեք իրար, մի խառնվեք։ Սպես չէ, հա, թե շատ է։ Թե փոքր։ Դրամարկղի մոտ ենք, մեզ է միացել նաև Հայկի փոքրիկ երկրպագուն, բարև ձեզ։ Բայց շատ երկար եք կողմնորոշվում տղաներ, շատ երկար։ Ֆուտբոլիստ արտը։ Բայց հուսամ վերջնական արդյունքը գոնե գողացնող է լինելու։ Ես խոսք եմ տալիս շատ համեղ է լինելու ամեն ինչ, որովհետև ինձ էլ Դավիթն է խոսք տվել, որ ամեն ինչ շատ համեղ է լինելու։ Իսկ ով է ամենաշատ ձգձգողը։ Դուք։ Ընթացքում Սաշը նաև խոսում է, շփվում է մարդկանց հետ 7-7 Չէ, ջնջեք այդ 7-7-ը, կետի 17 Սաշը ամեն բան լավ է ձեզ մոտ։ Հա։ Արծրուն ձեզ մոտ նույնպես։ Մանուելին ասել եմ մարս առնի իմ համար ուտեմ։ Հասկացա։ Կարողա դուք էլ ուզեք։ Ոչ, şնորհակալություն։ Եվ այսպես։ M&M սկուզեք։ Մեր գնումների ընդհանուր հանրագումարը խնդրում եմ կասեք որքան է կազմում։ 16410 դրամ եւ առաջարկում եմ որպեսզի մենք վճարենք ձեր փոխարեն հաղորդման շրջանակներում։ Մենք չենք առարկում։ Ես ֆիլմը նոր ասած այդ հույսով եմ վերցրել։ Շատ բարի, ես այդպես էլ հասկացել եմ, մենք կվճարենք քարտով։ Ես կանամ քարտը ստամ, դու։ Չէ, շնորհակալություն, մենք քարտ ունենք։ Բայց Մարսը ես եմ առնելու արծունները։ Մարսը ես եմ Շարունակեք հնչեցնել տարատեսակ գովազդները, շնորհակալություն։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք արդյոք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Դե հնչեցրեք, խնդրեմ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մառանիկ։ Ամեն ինչ ճիշտ է, թիմային հրաշալի։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն։ Մերսի։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Սիրով շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք։
Սիրով ներկայացնեմ Lebo սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Torabika ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմի լատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Coffee-Joy թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Lebo սուրճ 3 աշխարհամասերից սիրով նվիրում ենք։ Մենք իդեպ շատ շնորհակալ բոլորս երևի շատ ենք։ Ես Lebo եմ սիրում։ Ես կխմեմ անպայման։ Անպայման կխմենք եւ հետը տուն կտանես։ Տուն կասեմ մեր։ Թե ձեր մոտ ամեն ինչ մնում է այսօր։ Չէ՞ կբաժանեմ արդեն։ Բարով այլեք ընկերներ։ Շնորհակալություն։ Սեյրան։ Այո։ Ինչ եք անում։ Մի փոքր օգնում եմ այստեղ, մի փոքր օգնում եմ այնտեղ ես սիրում եմ համով ուտել, համեղ ուտել եմ սիրում, բայց համեղ պատրաստել չեմ կարողանում։ Իմ ուշքը գնում է պատրաստելու համար։ Այո, ցավոք ես չեմ կարողանում, որովհետև իմ կինը ֆանտաստիկ պատրաստում է եւ ես չեմ հասել դեռ խոհանոց։ Մի խոսքով չեմ կարող ասել ուրիշ բան։ Կասեմ, որ շատ լավ են անցել նկարահանման օրերը։ Քանի օր տևեց ընդհանուր նկարահանումները։ Նախ ասեմ, որ 2 ամիս մինչև նկարահանումները մենք բոլորս պարապել ենք։ Մարտկա 2, մարտկա 4։ Այսինքն ունենք Աշոտին եւ Արմենին, ովքեր մեզ պարապացնում էին եւ այդ կոմբինացիաներն էինք սովորում։ Ձեր հետ է զբաղվի։ Այո, եւ շատ բարդ է եղել, եթե անկեղծ, որովհետեւ մենք ամենայն դեպս դերասաններով ֆուտբոլ խաղալ չգիտենք, իսկ այդտեղ պիտի պրոֆեսիոնալ, ու ֆուտբոլ խաղացել է վերջին անգամ 11 տարեկանում մեր բակում, հա։ Շատ դժվար էր, բայց հաճելի էր։ Ֆուտբոլիստները ոնց որ նոր Հայկը ասեց, օգնեցին մեզ, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ֆուտբոլ խաղալ։ Մենք էլ իրենց օգնեցինք, որ կարողանան ինչքանով մենք կարողացանք իհարկե, օգնեցինք, որպեսզի իրենք էլ կարողանան որպես դերասան ճիշտ հանդես գալ։ Հա, կտրտի ապեր։ Այ չեմ կարող։ Մեր երամսյա նկարահանումները շարունակվում են արդեն հոբելյանական 3-րդ ամիսն է, ընկերներ, որպեսզի խոհանոցում կատարյալ քաոս չտիրի, ես կխնդրեմ հենց հիմա ընտրենք թիմի ավագին։ Մանուելն է։ Լավ։ Ինչ է։ Բայց լավ, որ ասում եք։ Միաձայն ընտրվեց Մանուելը, խնդրեմ։ Պարոն Մանույան, ներկայացրեք ինչ բաղադրիչներ են դրված եւ ինչ ենք պատրաստելու Սեյրան Բարիախորշակ։ Դե ուրեմն ստեղ մեր մոտ հարիշտան է, որ արդեն սա արցունքը հարիշտա 3 հարիս է ընկեր։ Ահա։ Հարիշտայի արիշտան է։ Հեսա արցունը տաք երման ջրի մեջ կլցնի, որ պատրաստվի, բուրգերի հացն է։ Արծրուն, մի րոպե ներողություն, արծրուն այս ամենը մատուցելու ենք սխտոր մածունով, թե ոչ։ Ոչ։ Օրո, սխտոր մածուն չենք արել։ Ունենք սխտոր մածուն։ Ունենք։ Այո, ես հիմա սառնելից կբերեմ։ Ինչ լավ է, որ ձեր տունն ենք ապրում ենք։ Խնդրեմ, շարունակեք ներկայացնել բուրգերի բաղադրիչներն են։ Հիմնական բաղադրիչը միսը, այո, պանիրը հոլանդական, ալյուր, ծետ, հեսա լախցանի բաղադրիչներն են, պոմիդոր, վարունգ եւ կանաչի։ Վարուն ավակ։ Իսկ այնտեղ մենք կատարում ենք կտրտման եւ մաքրման աշխատանքները, վատ ցեխ է մեր, միշկերտոտ ցեխ է։ Հայկը հենց հիմա մաքրում է կարտոֆիլը, իսկ ես կտրատում եմ սոխը։ Պիտի արագ անենք, որովհետեւ վերևներից ջղայնանում են։ Իսկ հարցը որն էր, չհասկացա։ Ես ուտում եմ կանաչ։ Կարող եմ ասել մենք ինչ ենք անում, դա էլի հարցը։ Ճիշտ է կարող։ Մածուն եւ սխտորը պետքա դեռ։ Դեռ չէ։ Դեռ ոչ, կարծում եմ դա մատուցելուց է պետք։ Չէ, պետք չի լինելու մեզ մածունն ու սխտորը պետք չի լինելու։ Են գտնվում, բայց հետաքրքիր է դուք ինչ եք անելու։ Ես անելու եմ մի բան։ Էսը կոկն եմ։ Ընթացքում հեսա որ հուշեմ կասեմ ինչ անելու։ Ընթացքում անելու եմ, ինչ եմ ես անելու կասեմ։ Հեսա բուրգերն ենք։ Ձեր արյունից կարանք սմի ավակը թող սկսի արդեն ասում ենք, ուրեմն բուրգերը պետքա լանգետի նման տենց սարքենք։ Հենց որ վերջնում ենք միսը, բայց մեզ մի հատ հարմար անկապեր որ լանգետի բանն է կամ ինչ որ դրան անեք չեմ ինչ որ մի բան ամանով երևի կարանք անենք, հա։ Ձերով չանենք, հələ տես ինչ ունենք որ բուրգերի տենց տեսք ստանանք էլ կառուցվածք։
Սեյրան դուք ինչ եք անում։ Ես փորձում եմ բուրգերների համար հացը կտրատել, բայց ուզում եմ մի փոքր խոսել նկարահանման ընթացքից։ Սիրով։ Մենք մինչև բուն նկարահանումը ունեցել ենք մոտ 2-ից 3 ամիս նախապատրաստական աշխատանք, այսինքն բոլորս եւ ֆուտբոլիստները եւ դերասանները պարապել են ֆուտբոլ, որովհետեւ հատուկ նկարահանման համար, հատուկ ֆիլմի համար, թե ինչ պիտի անենք, որտեղից գնդակը որտեղ պիտի գնա, Արմենն ու Աշոտն էին մեր մարզիչները, այո, հայերեն բառն էի փնտրում։ Մի խոսքով շատ դժվար նկարահանումներ, փորձեր, նախապատրաստական աշխատանքներ ենք ունեցել, բայց գիտեք նաև որ հիմա հետ ենք նայում, շատ լավ ժամանակ ենք անցկացրել, թե տղաներով իրար հետ մտերմացել ենք, եւ նաև շատ կարեւոր էր Մհեր Մկրտչյանի ֆակտորը, որովհետեւ ինքը կարողացավ մեր մեջ այդ քիմիան ստեղծել եւ նկարահանման հրապարակում ստացվեց մեր քիմիան, հա, դերասան, ֆուտբոլիստ, այդ ամեն ինչը, որովհետև իրոք մեզ համար դժվար էր, որտեղ օրինակ այնտեղ տեսարան ունեինք, որ Լևսը քանի մետր էր վազում։ 60, գիտի էլի, 60 մետր ու 10 դուբլ, Լևսին խեղճ Լևս, բայց Լևսը ներողություն մարզումների ընթացքում, նկարանումների ընթացքում վնասել էր ոտքը ու մի պահ կար ընդհանրապես մասը որտեղ պիտի վնասվածք ստանար, իրոք ստացել էր։ Իրոք ստացել էր այդ վնասվածքը ու շատ բարդ էր իրան նկարահանելը, սերո։ Հա, նու Լևսին օրինակ բերեցի, բայց բոլորս, որովհետև ոչ մեկս պատրաստ չէինք դրան։ Բայց շատ լավ անցավ, շատ լավ օրեր ենք ունեցել եւ թիմը շատ պրոֆեսիոնալ էր եւ այդպես ունեցանք այն ինչ հիմա ունենք, այն ինչ հիմա հանդիսատեսը նայում է ու տեղափոխում է իրենց 70-ականներ։ Շնորհակալություն, պարոն Մանոյան, ինչպես է գնահատում աշխատանքները։ Նորմալ։ Նորմալ։ Տասկը գնում է, հա։ Առանց համեմելու ենք անելու բուրգերի։ Չէ, անելու ենք համեմունքը, բայց մենք մի փոքր այլ ձևով ենք անում։ Սկզբում ձևն ենք ստանում։ Այնտեղ նաև պարոն Շոբանյան արծրունը ինչ որ մսի տապակման գործին է անցել։ Այո։ Դա ինչի համար է։ Անհասկանալի բաներ է։ Արիշտայի վրա ենք լցնելու, ամբողջությամբ խառնելու ենք իրար եւ ստանալու ենք մի շքեղագույն ուտեստ։ Սոխը ինչի համար է կտրատում Սոխը լցնելու ենք հիմա մսի վրա։ Սոխարած եւ միս միասին ստանալու ենք ինչ-որ հասկանալի է։ Կանաչի պետքա դրա համար։ Պարտադիր, վերջում, ամենավերջում։ Սննդակարգին հետևում եք տղաներ այդ ընթացքում։ Ես միշտ եմ հետևում։ Միշտը չէ, բայց մենք այո։ Չի ասի արծրում որ միշտ չէ։ Չէ, միշտ հիմա չէ։ Օրինակ նկարահանումների ժամանակ ինչքան է 15-20 կիլո համարյա մի արել է։ Կամ ասենք ճշտել, թե այն ժամանակ ֆուտբոլիստները ինչ սննդակարգով են սնվել, այդպիսի բաներ եղել են։ Նենց ստացվել որ ոչ մի բան չէինք ուտում, որ արագնի արեինք։ Հա, բայց նկարահանումների ընթացքում մեկ օր ունեցանք, եթե չեմ սխալվում, դաշտում վերջին նկարահանումներ, մենք պաուզա ունեցանք, որպեսզի գնանք հաց ուտելու, մի փոքր սնվենք։ Այնքան մաման ուղարկել էր ուտելիքները։ Էդվինի մաման ուրեմն տնից ուտելիքներ ուղարկեց եւ փոքրիկ քեֆ դարձավ այդ ամեն ինչը։ Շնորհակալություն Էդվինի մամային։ Այո, դա էի ուզում ասել, կեր։ Դա էի ուզում ասել, որ Միկան մեր լավ ընկերելի դարձավ։ Միկային մենք չենք ճանաչում, ծանոթացանք էլի նկարահանման ընթացքում։ Միկան ավելի շատ Ռուսաստանում է գտնվում, քան Հայաստանում։ Միկայի երեխայի կնունքներ, հա։ Այո։ Ու մի քեֆ կազմակերպվեց վերջին օրերին, որ ինչ չենք ուտում, այդ օրը ամեն ինչ կերել ենք, չէ՞ տղեկ։ Ոնց որ այսօր։ Ու դրանից հետո դուրս եկանք դաշտ, որպեսզի շարունակենք նկարանումը, ոչ մեկս չենք կարողանում վազել։ Բացարձակ ոչ մեկս, հենց ինչ որ շատ մեծ փորերով դուրս ենք եկել դաշտ։ Անհարմար էր սերո։ Բայց դերասաններով այո դիետաներ պահել ենք։ Ես կարող եմ ասել իմ արծրունի Սաշի ու Լևսի անունից, որտեղ մենք մի քիչ չէինք համապատասխանում։ Ես ամենայն դեպ 4-ը պահել Սաշի հետ առավոտները առանձին պարապմունքներ էինք անում։ Ես, Սաշը, Սերոն մեկ-մեկ գալիս էր, մեկ-մեկ չէ, առանձին բացի պարապմունքները բուն ֆուտբոլային, նաև անհատական մարզումներ էինք վերցրել ու գնում էինք մարզումների։ Այո։ Սաշը ամեն առավոտ գալիս էր կալորիաներով էր սնվում էլի, մի հատ խնձոր էր ուտում օրվա մեջ, ամեն օր գալիս էր այդ կալորիաների թեման դարձել էր մեծ հումորային պատմություն Սաշի համար։ Հա, արծրունը անընդհատ ասում էր կալորիաները տեսօր մաշել ես, այսօր հերիք հա կալորիաներ, բայց ինքը ինձ շուտ մի հարեց էլի իհարկե։ Իդեպ Սաշը միակ դերասանն էր, ով պենսել չսովորեց ֆուտբոլ խաղալ վերջում, բայց երկու հատ գոլ արեց։ Բայց երկու հատ եզրափակում
գոլ խաղեց։ Ու հիշվեց։ Ընկերներ, ինչպես հասկանում եմ, այս փուլում մենք նոր գործողություն չունենք, որովհետև Սաշը շարունակում է կտրատել սոխը, արիշտան եփվում է, բուրգերի կոտլետները պատրաստվում են, մինչ ընդհատել է մեր նկարահանումները, ես ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթեր է գնալու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Սա մեր մասին, իսկ այս պահին կարճատև դադար, որից հետո կվերադառնանք, կշարունակենք նկարահանումները հուսամ արդեն նոր գործողություններով։ Իհարկե։ Իսկ կարմիր պղպեղ ունենք։ Չէ։ Հայկ եւ Սաշ, շնորհակալություն լուր եւ անխոնջ ձեր գործը կատարելու համար ի տարբերություն պարոն Չոբանյանի։ Կանենք հեսա։ Պղպեղը տապր ստեղ էր, ես ստեղ եմ տեսա։ Կարմիր չէ, ուզիր։ Ապերեսի բացի, ստեղ էր։ Ստեղ էր ոնց որ այդ համեմունքները, հեսա։ Բուրըն կերպով շարունակում է գործունեություն ծավալել խոհանոցում, պարոն Չոբանյանը արդեն կարծես թե հասնում է տրամաբանական ավարտին։ Այո։ Սոխարածը եւ միսը արդեն խառնեց Արիշտայի հետ։ Այս ընթացքում պարոն Մանոյանը պատրաստեց բուրգերի համար նախատեսած կոտլետները։ Սեյրան։ Այո, ցավոք սրտի ես պետք է լքեմ ձեզ, որովհետեւ ներկայացման եմ։ Գնում եմ ներկայացման, բայց մինչև գնալը տղաները ինձ մի փոքր կերակրեցին եւ պարոն Չոբանյանի պատրաստած սոխարացով միսը ֆանտաստիկ համ ունի, ֆանտաստիկ Լուսինե ջան, երանի քեզ եւ ես ցավում եմ, որ չեմ կարողանալու ուտել, բայց մասնագիտությունը կանչում է։ Մենք կբերենք։ Ներկայացումից հետո ոչ թե ծաղիկ կստանաս, այլ բուրգեր, այսպես կբերենք։ 20-րդ ժամը ներկայացմանն եմ Շունչ թատրոնի։ Կարող եք դուք էլ գալ հետո նայել։ Բայց սերուն հենց ափսոս որ գնում ես։ Շնորհակալություն բոլորի։ Լավ է։ Շնորհակալություն Սեյրան, հաջողություն, հրաշալի ելույթ եմ մաղթում։ Շնորհակալություն ամեն ինչի համար։ Խնդրեմ։ Լավ մնացեք ճանապարհ։ Ընկերներ, հաջորդ հարցից հասցեատերերը ամենայն հավանականությամբ առաջնահերթ կլինեն Հայկը եւ Դավիթը, որովհետեւ ֆուտբոլի հետ կապված հարց ունեմ։ Հայկ մտի։ Հələ կտրեք, բան արեք։ Ահա, շատ ճիշտ է ամեն ինչ։ Արարատ 73-ը վայելում էր իր փառքը, բայց նույն բանը այսօր ցավոք սրտի երևի թե չեն կարողանա ասել որևէ թիմի մասին, այսինքն նույն հաջողությունները չի գրանցում մի նոր որևէ թիմ։ Ինչ եք կարծում, ինչով էր պայմանավորված այդ ամենը, ինչ կար Արարատ 73-ում, որ չկա այսօր հայկական ֆուտբոլում։ Ուրեմն ասեմ, դրա պատճառը ես կարծում եմ 70-ական թվականներին հայկական ֆուտբոլը երևի մի հավասարության մեջ էր Գերմանիայի, Ռուսաստանի, այսինքն Սովետ միության ֆուտբոլներում գրեթե նույն ձևով էին զարգացած։ Ունենք գեղեցկագույն հրազդան մարզադաշտը, որը ամբողջ աշխարհում երևի եզակիներից մեկն էր։ Ասենք 74 թվականին հավասարի Բավարիայի հետ էին խաղում, հա, իր մեծությամբ հանդիսականների քանակի հետ կապված է։ Եվ կարծում եմ դրանից հետո արդեն 70-ականների վերջ 80-ականներ ամբողջ աշխարհում ֆուտբոլը միանգամից զարգացավ, մենք մնացինք ոնց որ այդ նույն դիրքում։ Ստում է այտենց քաղաքական այդ բաների հետևանքով։ Այո, փոքր Հրազդանի հետ կապված պատմություն էլի։ Այդ շատ հայտնի է, որ 3 սմենով Հրազդանն այդ ստադիոնը սարքելու համար սկզբից աշխատում էին բանվորները, 2 սմեն հետո հանդիսատեսը, երկրպագուները գիշերը գալիս էին 3-րդ սմեն օգնում էին, որ սարքեն ու վերևից հրամանն ա եղել, որ հանկարծ այնց մեծ չլինի, որ լուժնիկին անցնի էլի, համար, բայց նաև մի փաստ էլ կա, ես լսել եմ ինչ-որ տեղից, որ խոտածածկը սնուցվել է, ջրվել է ներքևից, այդպիսի կոնստրուկցիա այդ ժամանակաշրջանում եղել է միայն ժայռի վրա իր այդ տեղադիրքը այնպիսի ձև ա եղել, որ շատ լուրջ ինժեներական լուծումն ա տվել, էլի, այդ Հրազդան մարզադաշտը ինքը ֆենոմեն է։ Մի հատ էլ փաստ ասեմ մարդկա, չգիտեք, գիտեք, որ դարպասները երբ որ բացվում է Հրազդան մարզադաշտի, այնտեղ այդ տենց սկվազնյակ ա եղել, ու երբ որ Արարատը մի կողմ ա հարձակվել, այդ դարպասն են բացել, որ հակառակ կողմից տենց փոքր տենց բայց այդ լայվ սկվազնյակը մենք զգացինք, հիշում եք, որ մի օր բացել որ ողի քշեց։ Լավ, ընկերներ, ի՞նչն է այսօր պակասում հայկական ֆուտբոլին։
Շատ արագ զարգացել է ֆուտբոլը ու մեզ շատ գործ կանելու եւ երկարաժամկետ, այսինքն այս բան եթե հավաքականը սկսի չգիտեմ 10 խաղ իրար հետ հաղթել, է չի նշանակում որ մեր ֆուտբոլը արդեն ունենցավ ոնց որ առաջ էր։ Շատ մեծ բաներ է պետք, մարզային ֆուտբոլը պետք է մարզային ֆուտբոլ, երկու ակումբ ընդամենը Բարսագուն խմբում, որը մարզ է ներկայացնում, իսկ դա շատ վատ է։ Պետք է մարզերում ֆուտբոլը զարգանա, ինֆրաստրուկտուրան զարգանա, մանկապատանեկան ֆուտբոլը, շատ բաներ կան։ Հիմա որ խոսանք մասնավորի այդ սեգմենտից պետք է տեղափոխվել։ Ամեն ակումբ մտածում է իր քաղաքականությունն ունի, sense ասած էլի։ Պետք է, չգիտեմ, ինչ-որ պետական ինչ-որ բաներ լինեն, էլի։ Հասկանալի է։ Սաշա այս ընթացքում կարծես թե հասցրեց խզարել աղցանը։ Էսի։ Ես ինչ էի անում, այո, քանի որ դուք այդտեղ զբաղված եք ու որպեսզի ժամանակը ապարդյուն չանցնի, ես որոշեցի աղցանը պատրաստել ինքնուս։ Ինքնուս։ Այո, եւ տեսնենք թե ինչպես կստացվի, հա, մի փոքր այլ կերպ եմ արել, Հայկը ինձ բավականին օգնեց այդտեղ լուծելով, որովհետեւ ժամանակ ունեցա պատրաստելու, բայց Հայկ խնդրում եմ, արի եւ շարունակիր քո աշխատանքը։ Ես կգամ առաջի։ Ուզում եմ ասել, որ ես ավարտեցի իմ հրաշք ուտեստը, այո, եւ պատրաստ եմ։ Այն պատրաստ է մատուցման արդեն։ Այո։ Կարող ենք համտեսել։ Ոչ, մենք այն կհամտեսենք սեղանի շուրջ, իդեպ մտածեք անուն, որպեսզի անվանակոչեք, հիմա մի հնչեցրեք, խնդրում եմ, սեղանի շուրջ։ Պարոն Մանոյան, սպասում ենք պարոն Չոբանյանը ազատի խաղադաշտը, որպեսզի, հա։ Խորինում ենք անում, այո։ Գնացինք։ Մանոյանն է։ Ծապտում գտանիսը։ Խնդրում եմ, պարոն Մանոյան, կասեք քայլերը, հաջորդականությունը կասեք։ Հաջորդականությունը, Արիշտան մի հատ դնում ենք նենց տեղ, որ չվնասենք։ Ձեր ուտեստի հետ կապված պատրաստման հաջորդականությունը։ Դե պետք է արդեն կոտլետը ժարից անենք։ Ահա։ Եվ արդեն բուրգերից թվում է շատ տեխնոլոգիա չի պահանջում։ Մեզ անհրաժեշտ է բուրգերի համար նախատեսված թանձրուկ, կետչուպ, պանիր, պոմիդոր, լոլիկ, որոնք տղեկը հա ունենք, սալաթի համար ամբողջը չեն օգտագործել։ Եվ այդպես։ Վերջ։ Հա, հեսա արագ Այսինքն ունենք երկու ուտեստ՝ բուրգեր, արիշտա եւ մենք երրորդն էլ ոնց որ թե ունենք, բայց ինձ թվում է ամենահեշտն է դա, թողել ենք ամենավերջում։ Լոլիկով պատրաստել։ Այո, տապակած կարտոֆիլ բուրգերի հետ սիրուն խոսացող ու պոմիդորով ձվածեղինք ուզում ոնց որ թե հեսա էլ գմու։ Չէ, դա չենք անում։ Ընկերներ այդ հաջորդ կհասկանանք արդեն սեղանի շուրջ։ 45-ի ժամանակ։ Շնորհակալություն։ Ես եկաբերի Էդվինը մի հաճելի։ Շնորհակալություն Էդվին, շատ աննկատ էր ամեն բանը։ Որևէ մեկը չտեսավ, նույնիսկ բացվող դուռը։ Էս իստեղ, նույնիսկ դուռը չերևաց ինչպես բացեցիք։ Հիմա մի հատ աղ բիբար։ Ես չգիտեմ որտեղից գտնեմ ինչ որ քեզ պետք է, առաջարկում եմ ես պահեմ ձեռքումս։ Չէ, լավ չէ, Էդվին, բայց կարակ երկար չտանջվեք, գիտեք, այդ անունը որոշելու համար եկեք բոլոր ուտեստների անունը դնենք քաոս, վերջացնենք գնա։ Չէ, ես իմ բուրգերի անունը արդեն որոշել եմ։ Իրա բուրգերի անունը բայց։ Արցունի արիշտը անունն եմ որոշել, բայց չեմ ատենք դուրս։ Լավ։ Դե սեղանի շուրջ կհանդիպենք, լավ։ Վերջապես հասանք երանելի պահին, սեղանի շուրջ ենք, ցավոք սրտի մասնագիտական զբաղվածությունը մեզնից խլեց Սեյրանին եւ Սաշին, բայց նրանք իրենց անուրանալի գործունեությունը հասցրեցին ծավալել խոհանոցում։ Եվ այսպես ընկերներ, պատրաստ է բուրգերը, պատրաստ է աղցանը եւ արիշտան, որը պարոն Չոբանյանը պատրաստեց։ Բուրգերի միսը շատ հետաքրքիր ձևով տապակեցիք, ալյուրի մեջ թաթախած։ Ինչով էր դա պայմանավորված։ Սխալ եմ արել։ Առաջին անգամ էր համենայն դեպս ինձ հանդիպում։ Հա, ինձ թվում է այդ ավելի շատ կոտլետ բուրգեր դարձավ ինքը, քան թե այն բարակ բուրգերից, բայց մենք կսովորենք մեր սխալների վրա։ Բարի, ցուցադրենք նաև արիշտան, կխնդրեմ բացեք։ Ես բացեմ, 3-2 Unboxing մի րոպե։ Դե, պարոն Չոբանյան, անվանակոչեք։ Ինչպես նշեցիք, խառնաշփոթը հրաշալի է ուղղակի սրա համար։ Փորձեք խառնաշփոթը եւ չեք փոշմանի։
Արադ բուրգեր էի մտածում կոչենք, բայց այդքան էլ լավ չի ստացվել, որ այդ անվան հետ բանը, պրոստը բուրգեր։ Արի Դինամո Կիև բուրգեր։ Դինամո Կիև բուրգեր։ Ընկերներ, վաղը մարտի 8-ն է, ես առաջարկում եմ շնորհավորենք բոլոր գեղեցկուհիներին կանանց միջազգային օրվա կապակցությամբ եւ թող ժպիտները մշտապես նրանց դեմքից լինեն անպակաս, իսկ ձեր շնորհակալություն այս ամենը մեզ համար պատրաստելու համար մենք հիմա կփորձենք եւ կտանք մեր գնահատականը։ Մեզ բարի ախորժակ։ Ահա, ինչից ենք սկսում։ Բայց աղմուկ չկա ինչ որ ինչով է այն պայմանավորված։ Վախեցած են։ Բայց ես կփորձեմ պատրաստող պետքա մատուցի, չէ՞ հիմա։ Հա, բերմոտի կապսել։ Դե կարծում եմ ճիշտ կլինի բուրգերը սկսենք։ Բերմոտի կապել։ Դու շատ մի խոսա, հա, օֆսետ բեր։ Բուրգերից կերեք, բուրգերից։ Պարոն Մանոյան։ Այո։ Եթե ես հասած լինեի մսին, կասեի իմ անկեղծ կարծիք, բայց դեռ չեմ հասել։ Ոյ։ Նա ոչ շնորհիչ կփորձեմ, չտանես։ Շատ հետաքրքիր, հյութեղ, համեղ։ Իսկ հիմա տեսախցիկը անջատենք, մեկ րոպե։ Նույնիսկ անջատած տեսախցիկով, համեղ։ Ինչ բերեմ։ Տոմատ կաթ։ Ընդհանրապես շտապօգնություն զանգեք եւ բավական։ Շնորհակալություն ընկերներ, մեզ բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն, որ հաճելի ժամանակ անցկացրեցիք մեզ հետ։ Այո։ Հա, ռեկեր։ Տղեկի ակրաժներ կանչի։ Տղաներ, շնորհակալություն հրաշալի օրվա համար, հետաքրքիր ուտեստների համար եւ հատկապես ձեզ Էդվին շնորհակալություն ձեր տանը մեզ հյուրընկալելու համար։ Մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ եւ ամենակարևորը թող յուրաքանչյուրը զբաղվի այն ամենով, ինչը իրեն դուր է գալիս եւ հաճույք է պատճառում։ Մենք էլ ենք շատ։ Բայց մի հատ վաղը զանգեք, տեսնենք ոնց եք, էլի։ Մենք ինքնում է այսօր կզանգենք եւ կասենք, որ գաք մեզ Սննդի անվտանգությունից չզանգեք։ Տարի։ Շատ շնորհակալություն եւ նորից համեցեք։ Շատ շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Փակի։ Այ, խոզիվ։ Դժվար էր։ Շատ վատներ ուտելիքը։ Որը կոտլետ էր ախպերս։ Բուրգեր չէր, կոտլետ էր։ Ոնց ժամանակ ինչ է սարքի ախպեր արա։ Լավ դեր։ Չենք հիասթափվում։ Արարատ, հու տուր, Արարատ, հու տուր, Արարատ, հու տուր, Արարատ։ Ով ասեց հազիվ։ Ով ասեց հազիվ։ Որ մեկն էր։ Չես ասում մի քիչ տենց, հա? Այո, լավ էր։ Հազիվ ինչ, հազիվ կերանք, թե հազիվ գնացին։ Էդ էլ եկել նորից։ Սյոմքեն պրծավ էլի տենց։ Ընդհանրապես։ Հազիվ եկան այս մարդիկ, սպասում էինք, էդ էր ուզում ասել։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.